Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Բարև ձեզ, պարոն Սուրենյանց։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Խոսենք Նիկոլ Փաշինյանի Ալբանիա այցի մասին։ Մայրաքաղաք Տիրանայում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում առանձին հանդիպումներ ունեցավ Ֆրանսիայի նախագահի, Ադրբեջանի նախագահի հետ, բայց Ադրբեջանի նախագահի հետ առավել շատ քննարկման առարկա դարձավ նրան սուրճի հրավիրելու Փաշինյանի առաջարկը եւ նրա պահվածքը, որ հիմա զրուցում եմ, գործեր ունեմ, հետո կգամ։ Ամեն դեպքում այս հանդիպումներից դուք ինչ տպավորություն ունեք։ Տպավորությունն էր, կարծես ասել սուրճը դիր միջև ազատվեմ, մոտավորապես այդ ոչի մեջ էր պատասխան Ալիևի։ Գիտեք, բայց նաև տպավորություն է, որ տեսախցիկների առջև Ադրբեջանի նախագահը առավել ինքնավստահ այլ կեցվածք է ընդունում։ Դա բնական է մի քանի պատճառով։ Նախ Ադրբեջանը հաղթող պետություն է եւ Ալիևը ամբողջ պերճանքով փորձում է ցուցադրել, նույնիսկ նրա հավակնությունները ավելին են, քան Ադրբեջանը կարողանում է ձգել։ Սա մեկ, երկրորդը գործ ունենք Նիկոլ Փաշինյանի խղճուկ կերպարի հետ, որում ոչ միայն երեք ու ոչ միայն Տիրանայում, սա արդեն դարձել է շատ տխուր ավանդույթ բոլոր այն միջազգային հարթակներում, որտեղ Նիկոլ Փաշինյանը լինում է։ Այլ բան, որ օրինակ Մոսկվայում նա կարծես օտարների մեջ էր, իրեն այդպես էր պահում, այստեղ փորձում էր ակնհայտորեն ժեստիկուլյացիայով, տարբեր միմիկայով, այսպես վարքագծով հաճոյանալ մասնավորապես Էրդողանին, բայց բոլոր տեղերում այդ խղճուկ ինքնավստահությունից զուրկ մարդու կերպարն է, որը ցավոք սրտի այսօրվա Հայաստանն է մարմնավորում։ Դրա մասին բազմաթիվ անգամներ զգուշացրել ենք, որ պարտության խորհրդանիշը, եթե շարունակում է մնալ իշխանության ղեկին, դա մեզ սպառնում է։ Երրորդը Հայաստանը օրակարգ չունի։ Եթե նկատել եք, նա միշտ փորձում է իր պատրանքները, երազանքները, ցանկությունները մատուցել որպես քաղաքականություն։ Դա անհեռանկար մի բան է, որովհետև դիվանագիտական միջավայրում կարևոր ուժերի բալանսն է, դիվանագիտական համատեքստը, ոչ թե քո ցանկությունները։ Երեք օրինակ հանդիպել են, տարածվել է հաղորդագրություն, որևէ դրական ազդակ չկա։ Նույնիսկ հասկանալի չէ ինչ են քննարկում, եթե ամբողջ տեքստը համաձայնեցված է։ Ավելի շուտ հասկանալի է, քննարկում են ինչպես կատարեն Ադրբեջանի այն մյուս երկու նախապայմանները։ Բայց որ բանակցային գործընթացը ի վնաս Հայաստանի է տարածվում, շարունակվում եւ Ադրբեջանի ախորժակը գնալով բացվում է, դրա վկայությունն է, որ հանդիպմանը զուգահեռ Ադրբեջանի ԱԳՆ-ն մի հաղորդագրություն է տարածում, որտեղ արդեն սահմանադրության փոփոխությունից զատ զինանշանի մասին են խոսում կամ զինանշանի փոխելու պահանջ են դնում, այսինքն սա է ընդհանուր համատեքստը եւ այնպիսի տպավորություն է մոտ, որ Եվրամիությունը Կալասը մյուսները հայտարարություն են արել Կալասետ եւս հանդիպում եղավ։ Այո, Հայաստանին հակում են էլի չեսնեն նշածող հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Եվրոպական հարթակների համար դա զարմանալի էլ չէ, որտեվ այնուամենայնիվ Եվրամիությունը, այս եվրոպական քաղաքական համայնքը մեր հասարակության հետ ասոցացվում են մի տրեկի հետ, որը ըստ էության դարձավ մի գործընթացի վայր, որտեղ մենք կորցրեցինք Արցախը։ Հետևաբար մեծ սպասելիքներ չկան ու հաստատուն տպավորություն է ինձ մոտ ձևավորվում, որ հիմա Ալիևի հետ Փաշինյանը քննարկում է բացահայտորեն հնչեցված, հրապարակայնացված ադրբեջանական երկու նախապայմանների կատարման ճանապարհային քարտեզը։ Երրորդ ուժերի դուրսբերումը Հայաստանից եւ ԵԱՀԿ Մինսկի խմբից հրաժարվումը։ Չէ, սահմանադրության փոփոխությունը։ Երրորդ ուժերի դուրսբերումը։ Դա սահմանադրության փոփոխությունը չկար այդ համաձայնագրում։
Դա հավելյալ պահանջներ է։ Լրացուցիչ։ Այո, այդ երրորդ ուժերի դուրս բերումը դա համաձայնեցվել է, այո։ Սահմանադրությունն ու Մինսկի խմբի համանախագահությունը։ Ընդ որում սա երկու հարցում է ըստայության Փաշինյանը դրական պատասխան է տվել։ Այո։ Սա ամբողջ խնդիրը ժամանակացույցն է։ Ինքը ասում է օգնեք վերարտադրվեմ, դա կանեմ, իրենք ասում են դա արա, որպեսզի օգնենք վերարտադրվես։ Ամբողջ բանավեճը հիմա գնում է դրա շուրջ, իհարկե կարող է միջանկյալ լուծում գտնվել, օրինակ Հայաստանը գրավոր հավաստիացումներ տա, որ այդ պահանջները բավարարելու են։ Բայց մենք ակնհայտորեն երեկվա բանակցությունները մեծ արդյունքով չեն ավարտվել։ Ինչու է Փաշինյանը Ալիևին հրավիրում սուրճ խմելու։ Նա ուզում է այսպես ընկերական հարաբերություններ ձևավորել, մտածում է այդ կերպ կարող է համաձայնության գալ որոշ հարցերում։ Ամեն դեպքում այս հայտարարություն չասեմ, առաջարկը ինչի համար էր։ Ինչ է ուզում հասնել Փաշինյանը։ Ինչ է սա նշանակում։ Հանդիպման հրավիրելու ձևերից մեկն է, ամենալավ ձևը չի, ասեմ, բայց որովհետև ընդհանրապես լուրջ հանդիպումները պլանավորվում են։ Կողմերը դա նախապատրաստում են շաբաթներով, ամիսներով, մանավանդ եթե խոսքը հակամարտությունների կարգավորման մասին է։ Օրինակ ռուսները ծաղրում էին Զելենսկիին, երբ նա սպոնտան ոտքի վրա փորձում էր Ստամբուլ Դորմաբաչե պալատ հրավիրել Պուտինին, որովհետև դիվանագիտական արողակարգերում նման բան գոյություն չունի ուղղակի։ Առաջնորդների հանդիպումները պլանավորվում են, նախապատրաստվում են, ինչ-որ դոկումենտալ բազա է ստեղծում դրա համար, նույնիսկ արողակարգերն են այդ ուղղությամբ աշխատում, այդ ծառայությունները։ Այս դեպքում մենք գործ ունենք Փաշինյանական ոճի հետ։ Գիտեք, նրան օդի ու ջրի պես խաղաղության պայմանագիրը պետք է, որտեվ էլ մուրճ թափարելով ինքը չի կարող պտտվել նախընտրական արշավի ժամանակ հանրապետությունով մեկ եւ թալանից ու կոռուպցիայից խոսել։ Այսինքն խոսելու է, բայց բոլորս ենք հասկանում, որ դա առաջավ էֆեկտիվությունը չունի։ Հիմա նա պետք է խաղաղության թուղթ նրան պետք է, որպեսզի հավասարակշռված կամ խելագարի տեսքով, քայլելով կամ թռչկոտելով ման գա ամբողջ երկրում դա թափահարի իրեն ասոցացնի խաղաղության հետ վերարտադրության նոր մանդատ ստանալու հույսով։ Իսկ միգուցե հենց համաձայնության կան եւ ստորագրի Ադրբեջանը այդ փաստաթուղթը միայն նրա համար, որ Փաշինյանը մնա եւ բացի այդ դեռ ծրագրեր ունեն Հայաստանի հետ եւ Փաշինյանի միջոցով կարող են իրականացնել։ Գիտեք, մենք չգիտենք Ադրբեջանը իրականում ինչ օրակարգ ունի կամ ինչ մտածումների մեջ է։ Ես ավելի անկեղծ ասեմ, այս երկու պահանջները պատրվակ են։ Սրանք առանձնապես սկզբունքային չեն Ադրբեջանի համար։ Ադրբեջանի համար սկզբունքային է այլ ճանապարհի հարցն է ավելի շատ։ Ինքը հետաձգում է այդ ստորագրումը, դա այսպես կոչված Զանգեզուրի Միջանցքի, որը ժամանակ առ ժամանակ փակվում է հարցը, հետո նորից չի փակվում։ Ուղղակի երբեմն այդ թեման ակտիվացվում է, երբեմն պասիվանում է, երբեմն հրապարակային հարցությունն է վերադառնում, որ տեսեք, հիմա թվում է թե այդ թեման փակված է, բայց օրինակ եվրոպական պաշտոնյաների ու Փաշինյանի զրույցների պաշտոնական հաղորդագրություններում այդ կոմունիկացիաների ապաշրջափակման թեման ամենակննարկվողն է։ Տեսեք, ինչ սպասումներ ուներ կամ ունի Ալիևը։ Նա ենթադրում է, որ Մերձավոր Արևելքում Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումները գուցե դիվանագիտական հանգուցալուծում չստանան եւ Միացյալ Նահանգները հայտնվեն Իսրայելի վարչապետ Նեթանյահուի թակարդում կամ լարած թակարդում եւ մեծ պատերազմ բռնկվի Իրանի դեմ Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Իդեպ Թրամփը ասում է, եթե համաձայնության չկանք, չի բացառվում, որ ուժի լեզվով կարող ենք գործել։ Նա սպասում է դրան, բանը Նիկոլ Փաշինյանը, կներեք Ալիևը, այդ պարագայում Ադրբեջանը անգամներով մեծ ստրատեգիական նշանակություն կունենա եւ որպես գին իր արևմտյան դաշնակիցներից Իսրայելից կպահանջի
Զանգեզուրի Միջանցքի կլանում կամ Սյունիքի կլանումը ամբողջովին, հա։ Բայց վերջի զարգացումները մեզ համար հուսադրող են այդ հարթության վրա, այն իմաստով, որ ակնհայտորեն ճգնաժամային բաղադրիչներ են հայտնվել Վաշինգտոնի եւ Իսրայելի հարաբերություններում, ակնհայտորեն Իրանի հետ կապված Թրամփի եւ Նեթանյահուի մոտեցումները տարբերվում են։ Օրինակ Նեթանյահուն դնում է Իրանի միջուկային ծրագրի ամբողջական լիկվիդացիայի խնդիր այն դեպքում, երբ որ Թրամփը խաղաղ միջուկային ծրագրին դեմ չի եւ միակ պահանջը այն է, որ ուրանի հարստացման մակարդակը զենք ստանալու չհասնի։ Եվ ակնհայտորեն Թրամփը վերջին 2 շաբաթվա ընթացքում ցուցադրական ցույց է դնում իր անհամաձայնությունը Իսրայելի գործող կառավարության քաղաքականության հետ։ Սա մի փոքր հույսեր է ծնում, որ Ադրբեջանի տոտալ ներխուժման հեռանկարը մշուշոտ է դառնում կամ քիչ հավանական։ Սա շատ լավ լուր է մեզ համար։ Մյուս կողմից Ադրբեջանը չի հրաժարվելու իր ագրեսիվ օրակարգից եւ խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգելու է, քանի դեռ առավելագույնը չի կորզել Հայաստանից։ Այսինքն արձանագրենք, հա, մեծ պատերազմի հավանականությունը չափազանց փոքր է այս պահին, որ մենք զրուցում ենք, բայց դա չի բացառում էսկալացիայի կամ շանտաժի գործիքների կիրառումը Ադրբեջանի կողմից իր մաքսիմալ ծրագրին հասնելու համար։ Այլ խոսքով Ալիևը դերևս չի համարում, որ Հայաստանից առավելագույնը կորզելու պատուհանը փակված է։ Իսկ Էրդողանի դերակատարությունը ինչպես կգնահատեք եւ երեկվա Էրդողանի հարցը Փաշինյանին, թե արդյոք ամեն ինչում համաձայնության եկել եք, Փաշինյանը եւ ժպտալով ասում է, նա ձեռքի բութ մատով շարժում է անում, որ լավ է, շատ քննարկվեց դա եւ շատ այսպես բացահայտ է դա արվում կրկին տեսախցիկների արժեվ այդ ամենը ֆիքսելու նպատակով։ Գիտեք, շատ նման է նրան, որ Փաշինյանն է ամեն ինչ անում, որպեսզի հայտնվի Էրդողանի հովանոցի ներքո։ Էրդողանն էլ փորձում է ցույց բոլորի ցույց տալ իր կնքահայր լինելը այդ գործընթացում։ Սա մի բանի մասին է, որ Նիկոլ Փաշինյանը դարձյալ չունեցավ ողջամտություն։ Միացյալ Նահանգներում տեղի ունեցած էլեկտորալ հեղափոխությունից հետո եւ Դոնալդ Թրամփը վերադարձավ Սպիտակ տուն, բոլորը սպասում ենք, որ Նիկոլ Փաշինյանը պիտի ձգտի հնարավորինս արագ կարգավորել հայ-ռուսական հարաբերությունները, դրանց նոր բովանդակություն հաղորդել եւ այլն եւ այլն։ Բայց Նիկոլ Փաշինյանը արտաքաղաքնթիր չեն լինի, եթե Արևմուտքի հովանոցը չփորձեր փոխարինել թուրքական հովանոցով, այսինքն հիմա մենք ականատեսնենք այդ նվաստացուցիչ գործընթացին, պատահական չէ, որ մայիսի 9-ի նկատմամբ սրբապիղծ ոտնձգությունների տիրույթում ոչ միայն հակառուսական բաղադրիչ կա, այլ Թուրքիայի դեմքը մաքրելու ակնհայտ միտում կա, օրինակ ինչ արժի Արծրուն Հովհաննիսյանի հայտնի հայտարարությունը, դա միայն հակառուսական հայտարարություն չէր, դա նաև Թուրքիային մաքրագործելու հայտարարություն էր, որտեղ տպավորություն էր, որ Թուրքիան նույնիսկ Ստալինգրադի ճակատամարտի այլ երկի դեպքում չէր պատրաստվում հարձակվել Հարավային Կովկասի, մասնավորապես Հայաստանի վրա։ Եթե ասում եք, որ Էրդողանի այսպես հովանու ներքո է ուզում հաջողության հասնել կամ համաձայնության հասնել, ինչից եք դա ենթադրում։ Իր հայտարարություններից Էրդողանի եւ Ալիևի բոլոր պահանջները կատարելու այդ մոլագար մտասևեռումից, նույնիսկ ցեղասպանության հարցում դուք գիտեք քանի անգամ են արդեն հայտարարություններ արել, որը կրկնում է թուրքական ժխտողական քաղաքականության թեզերը։ Իսկ ընդհանրապես իրենց վարքագիծը դրա մասին է։ Մենք տեսնում ենք, որ Բայց Թուրքիայի հետ հարաբերություններում էլ առաջընթաց չկա։ Հա, որտեղ առավելագույնը փորձում են կորզել, ոնց որ Ադրբեջանի հետ հարաբերություններում չկա առաջընթաց,
Նույն կերպ զուգահեռաբար առաջ բայց հաշվարկը որն է, որ Էրդողանի հետ հարաբերությունները լավացնելով կամ Թուրքիան ինչպես կարող է հովանոց լինել Հայաստանին, անվտանգային երաշխիք Նիկոլ Փաշինյանի քաղաքականության մեջ հաշվարկ։ Նիկոլ Փաշինյանը հումար բազա։ Քաղաքականության մեջ նա հումար բազա։ Ոչ մի խաղամոլ հաշվարկ չի ունենում։ Ունենում է պատրանքներ։ Բա դուք հումար բազից հաշվարկ եք ակնկալում։ Այդ հումար բազության հետևանքով մենք կորցրեցինք Արցախը, հիմա կոնին դրված է Հայաստանի ճակատագիրը։ Հիմա կարծում եք որևէ համաձայնության չեն եկել այս հանդիպումից։ Ես տեքստից նման բայց Փաշինյանը Էրդողանին ասում էր ամեն ինչ լավ է ժպտալով։ Արդեն որ Էրդողանին ինքը տեսել է իր համար ամեն ինչ լավ է։ Ինչպես խավարում հայտնված մեկը, որ արևին տեսնում է։ Հիշում եք ոնց էր գիրքը սեղմել կրսկին սիրարված օրիորդի պես, որ իր սիրած մարդուց ինչ-որ նվեր է ստանում։ Իսկ Մոսկվա այցից ինչ կասեք, ինչու էր այդքան անկյուն նստել, այդքան հուսահատ դեպքով որովհետև ինքը հարկադրված է գնում Մոսկվա, հասկանում եք։ Բայց կարող էր հարկադրված գնալ, բայց դա իցույց չդնել։ Հասկանալի է, չէ՞, որ նույնիսկ դա իցույց դնելն էլ նպատակ ունի։ Իսկ Հայաստանի խորհրդարանում չի կարող տիրապետի իրան։ Եթե մի падգամավոր կարող են հունից անել Հայաստանի խորհրդարանում, այդ դիվանագիտական միջավայրերում շատ ավելի բարդ պրոցեսներ են գնում, այդ մարդը վիճակի չի կարողանում իր էմոցիաները կառավարել, որտեղ պետք չի ժպտում։ Նա հունից դուրս եկավ, թե նա իսկապես ուզում է այդ ամեն ինչը, որ խորհրդանում լինի, օրակարգի ամեն դեպքում ցույց տա, որ ընդդիմությանը տեղն է ցույց տալիս, այ եթե ես գնամ իրենք են գալու, իրենք ով են որ կոռուպցիայից համաձայն չեն։ Դա էլ արդեն ադեկվատության կորստի մասին է խոսում։ Ես այդ փորձարկումը իմ աչքով 1-1.5 ամիս առաջ Գյումրիում տեսել եմ։ Էլի իրանց թվում էր իրանց համար ամենահարմար ընդդիմությունը հին համակարգի հետ ասոցացված կոռուպցիոն ինչ-որ ռիսկերի մեջ հայտնված Վարդան Ղուկասյանն, նաև իրենց թվում էր, որ այդպես ամբողջ տոտալ գրոհի անցնեն Վարդան Ղուկասյանի դեմ, հասարակության մոտ չարյաց փոքրագույնի դափնին իրենք կստանան հասարակության կողմից, բայց չարյաց փոքրագույն հասարակությունը համարեց Վարդան Ղուկասյանին, ոչ թե ԿՊ-ին, հետևաբար դա կարող է նույն պատկերը ստանանք նաև համապետական ընտրություններում։ Իրենք այնքան վարկաբեկված են, այնքան նույնացած են կոռուպցիայի հետ, որ արդեն չի լինում, ուղղակի չի ընկալվում իրենց հարձակումները հին համակարգի վրա։ 7 տարի իշխանություն են, հետո թալանչիներին, կոռուպցիոներներին, բոլորին կալանավորած լինեին, գույքը վերադարձրած լինեին, մենք էլ ծափահարենք։ Այդ գժական բաների կարիքն էլ չլներ։ Իսկ ինչու է այդքան ուռճացվում Ռոբերտ Քոչարյանի կերպարը վերջին շրջանում, թե միշտ է ուռճացվել, բայց հիմա չկա մինիք, նիստում կարելի է հաշվել, թե քանի անգամ է նրա անունը հնչեցվում։ Ինչ էր Վարդան Ղուկասյանի կերպարը այդքան ուռճացվում Գյումրիում։ Հաշվարկը շատ պարզ է։ Իրեն մեկին ուռճացնում են, որպեսզի նրան մատուցեն սև, իրենք սպիտակ Երևան եւ այդ հակադրությամբ հաղթանակ տանեն ընտրություններում չարյաց փոքրագույնի սկզբունքով։ Իսկ ինչ որ վտանգ տեսնում են մրցակից լուրջ Ռոբերտ Քոչարյանին, որ այդքան ուռճացնում են կերպարը, եւ այն մեղադրանքները լուրջ, որ իրեն հարմար ընդդիմություն են համարում։ Բայց երկու դեպքում էլ, ինչպես դասականներ ասում, կարող է խիարը թարս բուսնել։ Բայց այնպիսի մեղադրանքներ են հնչեցնում, նաև Ռուսաստանի հետ են կապում, այստեղ թեզեր են շրջանառում, որ Ռուսաստանից հավանություն է արժանացել նա, որ գա, այսպես հովանավորչություն ունի, այս ամեն ինչը։ Գիտեք, այդ խոսում է քաղաքական անտակտության եւ պետական մտածողության բացակայության մասին, երբ որ ընդդիմախոսին համարում են ռազմավարական գործընկեր երկրի շպիոն, այսինքն այնքան փաստարկած զուր կա, որ արդեն այդ ծայրահեղ մեթոդների են դիմում, փորձում են նրանք գուբերնիստ ներկայացնել, իրենք ինքնիշխանական ներկայանալ, ասում եմ, այս տրյուկները, որոնք 2021-ին աշխատել են, հիմա ընդհանրապես կարող են չաշխատել, որովհետև չեն էլ պատկերացնում իրենք ինչքան
մերժողական կեցվածք ունի հասարակությունը իրենց հանդեպ։ Էլ չկա այն Նիկոլ Փաշինյանը, որ ձյուն հեծնած կարող էր նույնիսկ մի իր լեզվով ասեմ, որտեղ իր շրջապատում այդ մարդիկ են, մի քաղաքական համբալի դարձնել որևէ համայնքապետ։ Էլ չկա այդ վիճակը, ինքը հիմա ձյու տակ է։ Եվ ընդհակառակը իր հետ ցանկացած ասոցիացիա բերում է պարտության։ Իսկ ինչ այսպես տրամադրվածություն ունեք ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանին ամուսնալություն հայտնելու նախաձեռնության հետ կապված, ինչ հնարավորություններ եք դուք տեսնում։ Երեք Հովիկ Աղազարյանն եւ Հակոբ Ասլանյանը հայտարարեցին, որ իրենց վարչապետի տեխնացուն Էդմոն Մարուքյանն է։ Հիմա դուք ինչ եք կարծում, ընդդիմությունը կմիանա այս տեխնացուի շուրջ, որպեսզի նախաձեռնությունը կյանքի կոչվի։ Հովիկ Աղազարյանը մի քիչ զարմանում եմ, որ որոշել է մեղա իր բառերով եմ ասում Հիսուս Քրիստոսի ամուսնալության գործընթաց սկսել Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Մի քիչ դա միանշանակ չի կարվելու հասարակության կողմից, ես գիտեմ, բայց այնուամենայնիվ իր իրավունքն է։ Դե նա ասում է Փաշինյանը վտանգավոր է, որ մնա։ Իսկապես վտանգավոր է, բայց այդ դեպքում Տարակուսելի ընդամենը ամիսներ առաջ ինչու էր Հիսուս Քրիստոս Նիկոլ Փաշինյանը։ 1 տարի առաջ։ Դա Արցախի կորստից հետո էր էլի այդ հայտարարությունը։ Ուրիշ բան, եթե Արցախի կորստից առաջ հնչածների, չնայած գրեյք համեմատություն ցանկացած դեպքում չի կարելի անել։ Գիտեք, Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի իրավունքն է օգտվել սահմանադրական այդ իրավունքից եւ Էդմոն Մանուկյանի իրավունքն է համաձայնել այդ առաջարկին։ Ես այստեղ դատապարտելի ոչինչ չեմ տեսնում, ի վերջո ընդդիմադիր խմբակցությունների ստեղծած վակուումի հետևանքով է առաջացել այս վիճակը։ Հիմա կամ ընդդիմադիր խմբակցությունները պետք է այնպիսի թեկնածու ունենան, որ ավելի մեծ շանսեր ունի կոնսոլիդացնելու առումով, կամ պարտավոր են պաշտպանել այն թեկնածուին, որ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը առաջադրել են, խոսքը Էդմոն Մարուքյանի մասին է։ Էդմոն Մարուքյանի շատ մոտեցումների հետ ես համաձայն եմ, որոշ հարցերում կարող եմ ունենալ իմ դիրքորոշումներ, բայց տարբերվող դիրքորոշումներ, բայց սա չի խնդիրը։ Ով էլ կլինի առաջադրողը եւ ով էլ կլինի թեկնածուն, իմ դիրքորոշումը այս հարցում մնում է անփոփոխ։ Իմպիչմենտի գործընթացը ածանցյալ է փողոց գեներացնելու գործընթացից, հա։ Ես տեսականորեն հնարավոր համարում եմ, որ փողոց հավաքվի, փողոց պահելն է դժվար։ Ահավասիկ ես Էդմոն Մարուքյանին, Հովիկ Աղազարյանին կամ ցանկացած մեկին, որ նման հավակնություն կցուցաբերի, ասում եմ հետեւյալը, ես կողմ եմ իմպիչմենտի գաղափարին, բայց իրենք պետք է ցույց տան այն ճանապարհային քարտեզը, որով այն քաղաքական այլընտրանքը, որով կարողանալու են փողոց գեներացնել եւ պահել, որտեղ առանց փողոցի ճշտման իմպիչմենտի նույնիսկ տեսական հնարավորություն չկա։ Խոսքը սրա մասին է։ Թե չէ ես չեմ կարող։ Այդ փողոցային ճնշումը նաեւ ընդդիմության համար է պետք։ Այլ որ միանան ստորագրություններով։ Չեմ կարծում ընդդիմությանը ինչ-որ բան պարտադրելու համար փողոց է պետք, գուցե համոզելու առումով այո։ Փողոց պետք է, որպեսզի իշխանության ներսում ճարքեր առաջանան։ Առաջին հերթին։ Հիմա կարող են այդ փողոցի հարցը լուծել այնպիսի այլընտրանքային քաղաքական ծրագրով, որ ժողովուրդը հավատա։ Ուրեմն այս process-ը հաջողության շանս ունի։ Չեն կարող այդ փողոցի հարցը լուծել։ Սա ավելի շատ իմիտացիայի կնմանվի, որը չգիտեմ ինչ հետևանքներ կունենա դրական կամ բացասական։ Ընդհանրապես իմպիչմենտի գաղափարը պետք չի գերնպատակ համարել, դա կարող է տրիգեր լինել, դրական դեր խաղալ, կարող է տարբեր փուլերում տարբեր արդյունքներ տալ։ Եվ ամենակարևորը պետք չի իմպիչմենտի գաղափարը հակադրության մեջ դնել ընտրությունների ճանապարհով Փաշինյանի փոխելու ճանապարհի հետ։ Սա ամենավտանգավորն է։ Բայց ես գոնե այս պահին, որ մենք զրուցում ենք, ամենայն հարգանքով բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր նախաձեռնել են այդ գործընթացը, ովքեր համաձայնել են տեխնացու լինել,
Ես process-ի հաջողությանը տակավին շատ քիչ եմ հավատում։ Ինչու՞։ Ընդդիմությունը չի միանա, նախ պետք է ընդդիմությունը միանա, որ ունենան 36 ձայն եւ ազգային ժողովի քարտուղարություն։ Ես ընդդիմության մեջ եմ խնդիրներ տեսնում։ Նախ զարմանում եմ, որ իրենք տեխնացուներ չունեն, երկու խմբակցությունները եւ այդ պարագայում միով բանիվ քիչ հավանական եմ համարում, որ իրենք կոնսոլիդացիայի կգան այլ տեխնացուի, հատկապես պարոն Մարուկյանի շուրջ, եթե հաշվի առնենք թեկուզ պարոն Մարուկյանի խոսույթը, որ այդ ես կարող եմ համաձայն լինել, բայց ես չեմ որոշող, ընդդիմադիր խմբակցությունը կարող են անհամաձայն լինել այդ խոսույթի հետ եւ իրենց ստորագրությունները չդնել։ Հաշվի առնելով, որ նախկինում իրենց քննադատել են Էդմոն Մարուկյանը։ Հիմա էլ դրա համար եմ ասում, այս հարցերում որոշիչը փողոցն է։ Եթե պարոն Մարուկյանը կհամոզի, որ կարող է փողոց գեներացնել, փողոց պահել, փողոցի միջոցով օրակարգ թելադրել, խորհրդարանական մեծամասնությունն էլ, ընդդիմությունն էլ կկատարեն փողոցի կամքը, կարող եք չկասկածել։ Փողոցը ամենազոր է։ Փողոցի ալիքին շատ դժվար է դիմադրել։ Եթե փողոց չգեներացվի, նույնիսկ լիագումար նիստին կարող ենք չհասնել այս նախաձեռնությամբ։ Շատ պարզ է վիճակը, սրա համար շատ խորաթափանց քաղաքագետ կամ փորձառու քաղաքական գործիչ լինել պետք չի։ Հովիկ Աղազարյանը ասում է, որ իր կարծիքով այո, ԿՊ-ից պատգամավորներ կան, որ կմիանան։ Եվ ասում էր, ինչ որ առումով Փաշինյանի համար ձեռնտու իրավիճակը ստեղծվի, որովհետև աշխարհքաղաքական հարցեր կան, Փաշինյանն ուզում է հեռանա։ Նա այդպես է մեկնաբանում։ Երեք այդպես մեկնաբանեց մեր եթերում։ Փաշինյանը պիտի վաղուց հեռանար եւ այո, պիտի առիթ ստեղծեր, որ հեռանա, բայց ինչպես տեսնում ենք, նա իշխանությանը այնպես է կարճած, որ ամեն ինչ զոհաբերում է անում դրան։ Այսինքն որևէ տպավորություն չկա, որ նա ուզում է պատճառը, այո, այնպես կաներ, ինչպես Հակոբ Ասլանյանը հուշում է։ Հովիկ Աղազարյանը։ Կամ Հովիկ Աղազարյանը։ Սա մեկ, երկրորդը ԿՊ-ից նույնիսկ չհամարձակվեցին աջակցել իրենց նախկին կուսակցին, երբ որ որոշ փնթիներ հանդգնություն ունեցան նրա սպիտակեղենի մեջ մտնել, հենց Հովիկ Աղազարյանի։ Այդ ինչի է ենթադրում, որ այդ ուսապարկերը հանկարծ տենց արթնանալու են։ Երրորդը, այո, կարող է Նիկոլ Փաշինյանը մենակ մնալ, նույնիսկ Լուլուն Անդրանիկ Քոչարյանի հետ հերթ կանգնեն քննչական կոմիտեի առաջ դրա դեմ ցուցմունք տալու նպատակով։ Բայց դա հնարավոր է միայն մի դեպքում, երբ որ լինի հանրային ժողովրդական հուժկու ճնշում։ Այդ ժամանակ ես գիտեմ, ոչ միայն ԿՊ-ից իմպիչմենտի միացողներ կլինեն, այլ քննչականի, հակակոռուպցիոնի, գրասենյակների մոտ հերթեր կգոյանան ԿՊ-ականներից, թող է առաջինը ցուցմունք տալու Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այդ օրին էլ ենք ականատես լինելու։ Հələ ինչեր են պատմելու, ուղղակի մեր ֆանտազիան չի երիքելու։ Իշխանափոխությունից հետո կամ հենց աթոռը սասանվեց։ Այդ օրը գալու է։ Ես իմիջիայլոց ձեր եթերը օգտագործելով որպես առիթ իմպիչմենտի գործընթացի հետ կապելով, բայց ոչ այնքան ու ոչ միայն իմպիչմենտի գործընթացի, որտեղ առանց փողոցի կրկնեմ ես դրա հաջողությանը չեմ հավատում։ Մտել ենք մի հատ ցիկլ, որը այսպես թե այնպես 2026-ի խորհրդարանական ընտրություններով ավարտվելու է, կամ ավելի վաղ, եթե հաջողի իմպիչմենտը, ԿՊ-ականներին կոչ ունեմ անելու։ Ձեր 80-90%-ը համանարվելու շանս ունի։ Եթե շատ մեծ մեղքեր չեք գործել։ Բայց այդ ձեր հանրային համաներումը կամ հասարակության կողմից համաներվելը գին ունի։ Այդ գինը Նիկոլ Փաշինյանին հանձնելն է։ Ինչքան շուտ հանձնեք Նիկոլ Փաշինյանին, այնքան կմեծանա ձեր համաներվելու հնարավորությունը։ Ու կայանա հանրային համերաշխություն։
Որտեղ հանրային համերաշխության թիվ 1 խոչընդոտ այսօր Նիկոլ Փաշինյանն է երկրին օդի եւ ջրի պես այդ հանրային համերաշխությունը պետք է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ։ Զրուցակիցս Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։